Շնորհակալություն հարգելի պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, ըստ էության նախագիծը, որը առաջարկվում է կառավարության կողմից, տարածում է այն կարգավորումները, որոնք արդեն իսկ գոյություն ունեն հիմնական մուլտիպլեքսի հեռուստաալիքներում, տարածում է ցանցային օպերատորների վրա։ Եվ վերամեկնաբանելով այն ինչ են պատրաստում անել կառավարության գործընկերները, սա հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վրա հավելյալ մշտադիտարկման պարտավորություն դնելու մասին նախագիծ է իմ դիտարկմամբ, եւ մենք նաեւ պարոն Հակոբյանը հանձնաժողովի նիստին եկել էր եւ մենք խոսեցինք այդ մասին, որ սա հավելյալ ծանրաբեռնվածություն, հավելյալ ռեսուրսներ, հավելյալ մարդկանց կամ գործիքների ներգրավման պետք է լինի, որովհետեւ մի քանի անգամ ավելանում է այն ծավալը, որը պետք է մշտադիտարկեն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի աշխատակիցները, ըստ էության որևէ նոր բան չի ավելանում կարգավորում, արգելք սահմանափակում, որը չկար այն մյուս փաթեթի մեջ։ Նոր ալիքներ են ավելանում, ոչ թե նոր կարգավորումներ։ Մեծ հաշվով այն բոլոր դրույթները, որ կարդաց պարոն Հայրապետյանը այստեղ, գոյություն ունեն արդեն իսկ մուլտիպլեքսի հեռուստաալիքների վերաբերյալ եւ դրանց մի զգալի մասը քրեական օրենսգրքով արգելված արարք է։ Այլ կերպ ասած, եթե այդ ցանցային օպերատորների որևէ հեռարձակման ժամանակ հնչի սահմանադրական կարգի տապալման կոչ, դա այս պահին նույնպես քրեորեն հետապնդելի է եւ պատժելի։ Այսինքն այդ մարդը կենթարկվի քրեական հետապնդման։ Այս նախագիծը ըստ էության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի աշխատակիցներին պարտավորեցնում է մշտադիտարկել ցանցային օպերատորներին, այնպես ինչպես մուլտիպլեքսի հեռուստաալիքներին, որպեսզի հեշտացնի այդպիսի խնդիրների բացահայտումը։ Եվ մեծ հաշվով, օրինակ քրեական ենթամշակույթի հետ կապված ձեր հարցը պարոն Մինասյան, գիտեք, որ այստեղ շատ երկար քննարկվել է, երբ որ դա ընդունվում էր մուլտիպլեքսի ալիքների վերաբերյալ։ Այսինքն մեծ հաշվով նոր բան, նոր ձևակերպում, նոր բառեր չկան։ Դա այսպես թե այնպես գործում էր այն մնացած հեռուստաալիքների վրա։ Սա հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դաշտը լայնացնելու մասին նախագիծ է, ոչ թե որևէ նոր արգելք ներմուծելու մասին նախագիծ։ Ես չգիտեմ որքանով կհաջողվի այդ ամբողջ մեծ տեսադաշտը վերահսկել, համենայն դեպս պարոն Հակոբյանը վստահեցնում էր, որ հավելյալ ջանքեր եւ ռեսուրսներ կներգրավեն, այնուամենայնիվ, քանի որ ցանցային օպերատորներ, ցանցային ալիքներ նույնպես մեծ հասանելիություն եւ սփռում ունեն հանրային դաշտում, գրեթե համահավասար որքան հանրային մուլտիպլեքսը, այս պահին մենք միասին ազգային ժողովով, կառավարությամբ եւ հանձնաժողովով մտածել ենք, որ միգուցե արժե ճանապարհով գնալ, մինչեւ հասկանանք, թե ինչպես կարգավորենք ընդհանուր առմամբ խոսքի դաշտը, խոսքի ոլորտը առանց միջամտելու խոսքի ազատության կամ առանց վնասելու խոսքի ազատությանը եւ այդպիսի երաշխիքներ մենք հեռուստատեսության եւ ռադիոյի մշտական հանձնաժողովից ստացել ենք։ Շնորհակալություն։ Ահա հանձնաժողովը կողմ է քվեարկել, տվել է դրական եզրակացություն եւ խնդրում եմ գործընկերներին նույնպես կողմ քվեարկել, երբ որ կա քվեարկության ժամանակը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։